Ես ներկայացնում եմ Նոյ կոնյակի գործարանը, Իսպիրյանգայանը, հաստիքով օպերատոր բրակովշիկ եմ։ Մենք այսօր վերաբացեն մեր աշխատատեղերը, մարդիկ կարողանան աշխատեն եւ կազմակերպեն իրենց առօրյա բնականոն հունը։ Ինչ եք պահանջում կառավարությունից։ Մենք խնդրում ենք, պահանջում ենք, քանի որ արդեն ինչպես բոլորս հասկացանք, գործարանը անցել է պետության հովանու ներքո, այլևս պետությունն է հովանավորում գործարանին, ուրեմն մեր խնդրանքը կառավարությանն է, ինչպես նաև հանձինս պարոն վարչապետին, որպեսզի թույլ տա օր առաջ դադարեցնենք այս գործազրկությունը եւ մարդիկ վերաբացվի եւ մարդիկ կարողանան արդեն նորմալ անցնեն իրենց աշխատանքային բնականոն հունին, որովհետեւ այլ կերպ սա, չգիտեմ, դիտվում է արդեն որպես մարդկանց եւ հոգեբանական եւ ֆինանսական տեռոր։ Մարդիկ ինչպես տեսնում եք, օրհասական վիճակ է, բոլորը այստեղ հավաքվել են, ըստ էության այսօր մենք պետք է աշխատավարձ ստանայինք արդեն։ Մարդիկ անհույս, հուսալքված, որովհետև կոնկրետ ոչինչ մեզ չեն ասել, մենք դեռ չգիտենք մեր հետագան ինչ է լինելու, բայց լիահույս ենք, որ ականջալուր կլինի իշխանությունը մեր այս խնդրանքներին, այսքան մարդու հորդոր խնդրանքներին եւ անտարբերության չի մատնի եւ որ առաջ կբացվի, որպեսզի մենք կարողանանք կազմակերպել գնալ աշխատանքի։ Միշտ էլ գիտեք, այլ ընտրանքային ճանապարհներ լինում են, կարելի է գոնե այնպես կազմակերպվել, որ գրեթե արդեն 1 ամիսը մենք չենք աշխատում եւ սա լուրջ խնդիր է յուրաքանչյուր անհատի եւ իր ընտանիքի համար։ Մենք խնդրում ենք, որպեսզի վերանայեն եւ օր առաջ յուրաքանչյուր չաշխատած օրը դա լուրջ խնդիր է մեզանից յուրաքանչյուրի համար եւ իր հետագա անելիքները մենք չգիտենք դեռ ինչ պետք է լինի։ Դրա համար մենք այսօր այստեղ խաղաղ, ինչպես միշտ այս 1 ամիսը դուք նկատեցիք, ոչ մի մուլտիգրուպի աշխատակից անշնորհքություն իրեն թույլ չտվեց, բոլորս խաղաղ ճանապարհով խնդրում ենք, որ մեր մեսիջը, մեր խոսքը հասնի կառավարությանը եւ հնարավորություն տան մեզ վերաբացել եւ նորից անցնել յուրաքանչյուրս մեր աշխատանքին։ Մեր հիմնական այսօրվա խնդրանք պահանջը դա է։ Տեսնենք մեզ ինչ կպատասխանեն, լիահույս սպասում ենք, հուսանք, որ լավ պետք է լինի, որովհետեւ իսկապես ժողովուրդը շատ ծանր վիճակում է գտնվում։ Սա կարելի ասել, այո, օրհասական վիճակ է մեզ բոլորիս համար։ Եթե չլիներ այդ պահը, այդ արձագանքը, ժողովուրդը այստեղ հավաքված չէր լինի։ Հուսանք, որ լավ պիտի լինի։ Ներկայացուցիչներն արդեն բարձրացել կառավարության ներկայացուցիչների հետ հանդիպման, կասեք ինչ ակնկալիքներ ունեք հանդիպման։ Մեր ակնկալիքները այսօրվա անկեղծ ասած բավականին մեծ է, մենք լիահույս ենք, որ իշխանությունը ականջալուր կլինի մեր խնդրանքներին եւ մենք հասկանում ենք, որ որոշակի գործընթաց է տեղի ունենում, մենք դա գիտակցում ենք եւ այդ ամենը կարելի է այո անել, մենք երբևէ չենք խոչընդոտել, չենք էլ պատրաստվում դա որևէ ինչ-որ ավելնորդ բան անել, հուսանք, որ այդ պրոցեսները գործողությունների հետ համընթաց որոշում կկայացնեն, որպեսզի վերաբացվի գործարանը եւ ժողովուրդը կարողանա անցնել իր բնականոն աշխատանքին։ Մենք ամեն դեպքում լիահույս ենք, որ այսօր մեզ կոնկրետ որևէ մի պատասխան կտան։ Հուսանք, որ լավ կլինի։ Դե մենք մշտապես պիտի խնդրանք դիմումներով նորից ներկայանանք, խնդրենք այնքան ժամանակ, ես չեմ կարծում, որ արդեն այս կարգի անտարբերություն ցույց կտա իշխանությունը ժողովրդի հանդեպ։ Արդեն 1 ամիս է մենք այս անորոշության մեջ ենք, բայց քանի որ արդեն ինչպես բոլորս հասկացանք եւ տեսանք, սա պետական ստրուկտուրա է դարձել գործարանը, մենք հույս ունենք, որ պետությունը շահագրգռված կլինի, որպեսզի վերաբացվի եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները չգտնվեն այսպիսի ճգնաժամի մեջ։ Գիտեք, ես բազմաթիվ անգամներ ասել եմ եւ հիմա էլ կասեմ, ես քաղաքական մեկնաբանություններ չեմ տա, արդարացին եւ արդարացին ես թողել եմ յուրաքանչյուր մարդու խղճին, հետագան ընթացքը ցույց կտա ամեն ինչ իրավիճակներ ինչպես կդասավորվեն։ Ես չեմ ուզում որևէ ավելնորդ բան ասել, երկար տարիներ աշխատել ենք պարոն Ծառուկյանի հետ միասին, մենք խնդիր չենք ունեցել տվյալ անձնավորության հետ, գոհ ենք եղել, շնորհակալ ենք եղել։ Դե հիմա մենք աշխատողներով այլևս ոչինչ չենք կարող անել, ցավոք սրտի, անցել է պետական հովանու ներքո, հուսանք, որ հիմա պետությունը իր հայրենակիցների մասին հոգ կտանի, իսկ ինչ ասեմ պարոն Ծառուկյանին էլ մենք մաղթում ենք առողջություն, ամուր կամք եւ հուսանք, որ
պետաքննությունը անաչառ արդար կանցնի եւ ամեն բան իր տեղում Ձերը կընկնի։ որ գործարանը Նոյ կոնյակի գործարանը։ Այո, շնորհակալություն այսքանը։